Ուզում եմ ես հիմա ձեզ ցույց տալ հողից էներգիա ստանալու մի վարժանք, որ այս վերջերսում ստացել ես։ Ուրեմն կանգնում ենք այսպես ոտաբոբիկ հողերի մեջ, ու ձեռքի ափերը այսպես բացած դեպի հողը, գլուխներս վեր, շնչում ենք խորը, երևի 3 անգամ ամենաճիշտն է, որպեսզի լավ կենտրոնանանք, ձեռքերի ափերը դեպի ներքև, գլուխներս բարձր ու ասում ենք մայր էներգիա, տուր ինձ այն ինչ որ ինձ հարկավոր է, իսկ ես քեզ կտամ միայն իմ սերը։ Այսպես իմացեք, երբ որ ինչ-որ գործարք է լինում, հատկապես էներգիաների առումով, միշտ իմացեք, պետք է ինչ-որ մի բան տեղը տակ լինի փոխանակում։ Դրա համար իմացեք, երբեք ոչինչ չտաք, միայն ձեր սերը, միայն ձեր սերն է, որ երբեք չի վերջանում։ Սերը տալով այդ նորից կվերադառնա դեպի ձեզ, էլ ավելի շատացած։ Տվեք ձեր սերը, անվերապահ սերը մեր մայր բնությանը, սիրեք հողը, որտեղ դա ամենակարևորն է։ Հողը զգում է, որ մենք իրան սիրում ենք։ Իսկ երբ հողը զգում է մեր սերը, ինքը քեզ կապրեցնի իր վրա, որտեղ ինքն է կրում իր վրա մեզ։ Պետք է մենք սիրենք իրան, չէ՞ որ այդ ծանրությունը հողը պահում է իր ուսերի վրա։ Սիրենք հողին, մեր մայր հողին, հայա էներգիային, որպեսզի մենք էլ ավելի ուժեղանանք, որպեսզի մենք ավելի վստահ կանգնենք մեր ոտքերի վրա, մեր մայր հողի վրա կարողանանք զորանանք ու ապրենք։ Մենք ունեցանք երկու վարժանք, երկու էներգիաների վերաբերյալ, արևի և հողի։ Հաջորդ անգամ ձեզ կտամ քամու և ջրի էներգիաներից ինչպես օգտվել